2026-ին շուրջ 230 դպրոց ներառյալ սահմանամերձ շրջաններինը այլևս չի գործի։ Փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցները կփակվեն ու կմիավորվեն։ Սյունիքի մարզից օրինակ 45, Շիրակից 40 դպրոց է փակվելու։ Փոխարենը կառավարությունը մինչև 2026 թվականը խոստանում էր կառուցել 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ, սակայն մինչև այժմ կառուցվել, նորոգվել ու շահագործման է հանձնվել 60 դպրոց։ Արդյունքում ունենք փակված դպրոցներ, կրթական բազում խնդիրներ ու անորոշ ճակատագրեր։ Ճանապարհների խնդիրներ ունենք, որտեղ ձմռանը ճանապարհները երկար ժամանակ փակվում են։ Երբեմն լինում է, չէ՞, որ երեխան օրինակ առավոտյան վատ է զգում, կարող է 1 ժամ բաց թողել, հետո գնալ իր դասին։ Այս դեպքում նման հնարավորություն չի լինելու։ Դպրոցների փակումից հետո երեխաները ձմռանայց ցրտին ստիպված են լինելու ոտքով մի քանի կիլոմետր կտրել անցնել հարևան գյուղի դպրոց հասնելու համար։ Եղանակային պայմանների պատճառով ըստ փորձագետի լուրջ խնդիրներ են առաջանալու, այդ թվում Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերում։ Տեղափոխության խնդիրը հատկապես կսրվի 1-ից 4-րդ դասարանցիների պարագայում։ Այստեղ եւս որոշակի խոստումներ էր տվել կառավարությունը, այն է կապահովեն դպրոցականների տեղաշարժը մեքենաներով։ Փակվող կամ միավորվող դպրոցների համար նախատեսվում են հաստիկներ, ուղեկցողի եւ վարորդի։ Այդ կոնկրետ այս բայդրությամբ անհասկանալի է դրա ֆինանսական բաղադրիչ ինչպես են ապահովելու։ Արդյոք կարող է թե օրինակ դպրոցը ունենա միկրոավտոբուս հասցնի 3-4 համայնքներից երեխաներին հավաքագրի եւ ճիշտ ժամանակին օրինակ 9:00-ին հասցնի դպրոց։ Մենք կոմունիկացիոն ցանցի խնդիրներ ունենք։ Մյուս դեպքում խնդիր է առաջանում նաեւ ուսուցիչների համար, կլինեն տնօրենների, ուսուցիչների, հաշվապահների եւ այլ հաստիկների կրճատումներ։ Այդ աշխատատեղերը կպակասեն եւ մարդիկ հակված կլինեն գնալ այն գյուղերը, որոնցում դպրոց կա։ Ու այսպես ինքնաբերաբար մարդիկ կսկսեն մտածել հեռանալու մասին։ Դպրոցները մեր հատկապես բարձր լեռնային սահմանամերձ բնակավայրերում ունեն համայնքաստեղծ նշանակություն։ Դրա հիման վրա կազմավորվում է հենց այդ համայնքը։ Եթե մենք դպրոցը հանում ենք համայնքից, ըստ էության մենք դատապարտում ենք գյուղին ուղղակի դատարկվելու։ Կամաց տեղափոխվում են քաղաքներ, հիմնականում մայրաքաղաք։ Ցավոք սրտի շատերն էլ մայրաքաղաքից ուղղակի դուրս են գնում, երկիրն են լքում։ Եթե գյուղում երեխա չլինի, համայնքը ինչպես կապրի, ահազանգում են կրթության ոլորտի փորձագետները։ Փակման գործընթացը ըստ մասնագետների կարող է ունենալ շղթայական հետևանք, ու դրանք կզգացվեն ոչ միայն կրթական համակարգում, այլև սոցիալ-տնտեսական ոլորտներում, վտանգելով համայնքների կենսունակությունը։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։